Էլի սկսեցիր ուսումնասիրել գոպիկ, ինչ կա այս տոփում, հա? Ինչ կա։ Բացենք նայենք։ Գոպի, դե ինչի բացենք։ Շրջվի, պրիվետ արա բոլորին։ Պրիվետ ասա, պրիվետ։ Գոպիկ, քո հետ եմ խոսում։ Շրջվի։ Ապրի գոպին, ապրի։ Դե ասա պրիվետ։ Այ սիրուն նապաստակ, ասա պրիվետ, բարև բոլորին, ասա։ Չես իջնում։ Իջի, շուտ արա, ժամանակ չկա։ Նկարահանումները սկսված են, գոպի, պետք է նկարեմ։ Բոլորը սպասում են, գոպի, իջի։ Ապրի գոպին, իմ հասկացող լսող գոպին։ Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք։ Այս տեսանյութում ես ձեզ ցույց կտամ վերջերս կատարած իմ գնումները, ինչպես նաև կանենք unboxing, սեղանին առկա է բժտերիա, հագուստ, կոսմետիկ խնամքի միջոցներ, այս ամենը քիչ հետո ավելի մանրամասն կնայենք միասին, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը առջևում է։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Դե ինչ սիրելիներ, սկսեմ զարդերից, քանի որ իմ կոնտենտը հիմնականում զարդերի մասին է, բայց երբեմն ցույց եմ տալիս ես ընդհանուր կատարած իմ գնումները, բացի սնունդից, դա իմ պրոֆիլը չէ, եւ նաեւ քաղաքային vibe։ Ահա այսպիսի տեսանյութեր դուք կգտնեք իմ ալիքում, եւ եթե դուք մեծ էսթետներ եք, սիրում եք գեղեցիկ բաներ, հաճախ միացեք իմ ալիքին եւ կտեսնեք շատ գեղեցիկ զարդեր, հիմնական կոնտենտը զարդերի մասին է։ Եվ հիմա կնայենք այն զարդերը, որոնք վերջերս եմ գնել, ցույց տամ առաջին բրոշը, քանի որ այն արդեն տեսանելի է։ Շատ ճոխ բրոշ է, ունի լուծիտային էլեմենտներ, բազմագույն, վարդագույն, կապույտ, կանաչ, կարմիր, բորդոյ երանգներով։ Պես նաև այս բրոշի գլխավոր էլեմենտը շրջապատված է մինի միկրո էլեմենտներով։ Հիմա նայենք ներսի հատվածը, տեսնում ենք ժանյակային դաջվածք, բրոշը անտիկ է, բայց գլխավոր ֆիշկան այն է, որ այն շատ թեթև է, կարելի է կրել ոչ միայն վերնահագուստի վրայից, քանի որ չափերը մասիվ են, ինչպես տեսնում եք ափից չափով է, թեպետ ունի երկու կարկաս, եթե տեսանելի է ձեզ, ահա կարծում եմ տեսանելի է ձեզ, որ երկու կարկասից է բաղկացած այս բրոշը, բայց քանի որ ժանյակային կատարում է, ֆիլիգրան աշխատանք, այդ պատճառով շատ թեթև է, ծանր չի, սիրում եմ այսպիսի մասիվ չափսերով երևացող բրոշներ եւ միևնույն ժամանակ, որ ծանր չլինեն, դա շատ կարեւոր է, քանի որ կախված չափսից ավելանում է նաեւ քաշը, չէ՞ կա նման բան։ Բայց սա այդ դեպքը չի, այս բրոշի դեպքում կոմֆորտը եւ գեղեցկությունը, շքեղությունը մեկ վայրում։ Անդրադառնանք մեկ այլ շքեղության, տեսնենք ինչ կա այստեղ, սիրելիներ։ Ահա այս լոկանիկը 1960-ականներին պատկանող վինտաժային Chanel կլիպսները, ինչպես տեսնում եք, շատ հոյակապ գույնի է, մեղրագույն։ Տեսնում առաջին հայացքից լոգոն եւ գույնը կաթնագույն չէ, բայց բաց բեժային երանգ կա այստեղ։ Այս գույնը շատ է սազում բոլոր գույնի հագուստների հետ, ինչպես նաեւ բացում է դեմքը, դեմքի գույնը։ Սովորաբար մուգ զարդեր, մուգ գլխարկներ ու շարֆեր, երբ որ մենք կրում ենք այդ պարտիրետնի զոնայում, հա, այդպես են ասում, կներեք ռուսերենից համար, բայց այդպես են ասում, մեր դեմքը ավելի մթնում է մի տեսակ, բայց շատ կարևոր է, որ մենք մեր դեմքի շուրջ կրենք բաց գույնի շարֆեր, բաց գույնի գլխարկներ, ինչպես նաև բյուժետերիանական ջողերը, վզնոցները, օրինակ մարգարտը, մի քիչ հետո ես կանդրադառնամ նաև այդ թեմային մարգարիտների վերաբերվող, ինչ գույնի երանգ մենք կարող ենք ընտրել, մենք հայերս նման ենք տիպաժով իրար եւ կասեմ թե որ գույնն է ավելի ճիշտ մեր դեմքին սազում մարգարիտների որ երանգը եւ այս ականջողերը այդ դասին է պատկանում, չնայած որ լուքս սիգմենտ է, ունի կլաս, արդեն տեսնում եք անզեն աչքով, նաև գույնը շատ ճիշտ ընտրված գույն է մեր դեմքին հաղորդելու ավելի պայծառ երանգ։ Լուքս սիգմենտի 1960-ականներ 1960-ականների Chanel է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաև վզնոց։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաև այդ էպոխային պատկանող վզնոց, մի հիասքանչ վզնոց։ Դարձյալ տեսնում ենք հանրահայտ լոգոն։ Chanel-ի վինտաժային լուքսը ավելի է գնահատվում, քան ժամանակակիցը, որովհետև դրանից այլևս չի արտադրվում։ Այս զարդի մեջ կա երկու առավելություն։ Առաջի առավելությունը, որ լուքս է, երկրորդ առավելությունը այն է, որ իմ սիրելի գույնն է Tiffany-ի կապույտը, փիրուզագույն չի, ոչ էլ երկնագույն, այլ հենց Tiffany-ի կապույտը, որ ես շատ եմ սիրում հագուստի եւ զարդերի բնագավառում։ Ահա այսպիսի գեղեցիկ ձեռքբերումներ,
իմ հպարտությունը կարելի է ասել, որովհետև կկրեմ մեծ հաճույքով, քանի որ եւ իմ սիրելի գույնն է, եւ իմ նախընտրած մոդելը, շատ եմ սիրում այսպիսի փականներ, եւ կրում եմ պարանոցի ոչ թե հետևի հատվածում, այլ կողքի վրա այսպիսի փականները, անկախ լոգոյից, շատ գեղեցիկ են առհասարակ։ Եվ իհարկե գույնը, մասնավորապես գույնը ինձ շատ դուր եկավ, շատ շքեղ ու պայծառ է այս գույնը սպիտակ վերնաշապիկների հետ կամ սպիտակ կարծիկանների մի քանի անգամ շահեկան է նայվում ավելի, քան այլ գույների հետ, կոնտրաստը սպիտակի հետ շատ գեղեցիկ է այս Tiffany կապույտի։ Նայենք մյուս ոչ պակաս գեղեցիկ վզնոց, էլեգանտ։ Ահա այսպիսի էլեգանտ մարգարտե վզնոց է, կուլտիվացված մարգարիտները լինում են բնական, արհեստական եւ կուլտիվացված։ Կուլտիվացվածը դա մարգարիտ է արհեստական ճանապարհով աճեցրած, այսինքն դարձյալ բնության մեջ, բայց մարդու միջամտությամբ։ Եվ սա այդ դեպքն է, այստեղ կոմպլեկտ է, արկա է թևնոց եւ վզնոց եւ դարձյալ կատնագույն երանգ, սիրելիներ։ Ինչու է կարևոր կատնագույն երանգը, քանի որ մեծ տիպաժին ավելի մոտ է այս երանգը, բացատրեմ ինչու, որովհետև ինչքան մարդիկ հասարակածին մոտ են ապրում, ասենք աֆրիկյան երկրներում եւ այլ երկրներում, նկատել եք, որ նրանց ոսկրերը, ոսկրային ելունները ատամներ, այսինքն ձյունաճերմակ են, իսկ մեր դեպքում մենք հայերս բնածին չունենք այդքան ձյունաճերմակ ատամներ եւ ավելի տեղին է, որպեսզի կրենք կատնագույն մարգարիտներ։ Եվ հաճախ է պետք կրել մարգարիտներ, քանի որ երես ունենք այդ առավելությունը մարգարիտներ կրելու, որովհետև մեր աչքը, հունքը սև է, անկախ նրանից մազերը շեք ենք ներկում թե ոչ, մեր աչքերը, ունքերը սև են եւ շատ լավ է մարգարիտը նման արտահայտիչ դիմագծեր ունեցող մարդկանց համար, ինչը չի ասի սլավոնական արտաքին ունեցող մարդկանց համար, սլավոնական կամ եվրոպական, որովհետև նրանք կարծես անգույն են, ավելի թափանցիկ են, չունեն սև, հունք, աչք, թաթիչ եւ ինչպես ասում են ռուսները, այդ դեպքում ժեմչուկ убивает лицо, вот так։ Ռուսերենով ավելի ճիշտ է հնչում։ Կարծես ավելի իրանք սփռտնած տեսք են ստանում մարգարիտի փայլից, պատկերացրեք սպիտակ դեմք, թարտիչները, ունքերը ավելի բաց գույնի եւ պլյուս դրան աչքերի գույնը բաց գույնի, մարգարիտը իրոք իրանց վրա այդքան շքեղ չի նայվում, ինչքան մեր հայերի տիպաժի վրա։ Դրա համար հաճախ օգտագործեք մարգարիտներ, ուղղակի ընտրեք ճիշտ երանգը։ Մարգարտե ձեր ճիշտ երանգը։ Եթե ունեք ձյունաճերմակ հոլիվուդյան ատամնաշար, կարող եք ընտրել սպիտակ մարգարիտներ, իսկ եթե ունեք նորմալ, ինչպես բոլոր հայերը, կատնագույն երանգի ատամնաշար, ցանկալի է ոչ մուգ բեժը, բայց կատնագույն երանգի մարգարիտներ։ Ահա սրանք նրբություններ են, որ ես փորձեցի փոխանցել ձեզ, սիրելիներ։ Սա օրիգինալ տուփն է, իսպանական ծագման կուլտիվացված մարգարիտներ են։ Սրանք իմ նորությունները բիժուտերիայի աշխարհից, անդրադառնամ որոշ կոսմետիկ խնամքի միջոցների։ Ուրեմն կորեական արտադրության երկու քսուկներ, երկուսն էլ շատ լավ միջոցներ են, միանշանակ խորհուրդ կտամ, այդքան էլ սիրահար չեմ կորեական կոսմետիկ միջոցներին, բայց խնամքի միջոցները արժեն։ Այս քսուկից ես արդեն ունեցել եմ, օգտագործել եմ, վերջանում է, դրա համար գնել ենք նորը։ Այն շատ լավ միջոց է, որպես պրայմեր եմ ես օգտագործում տոնային կրեմի տակից, բայց նաև ունի SPF, որը պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից եւ արտաքին գործոններից։ Քանի որ գոհ եմ մնացել, գնել եմ երկրորդ փաթեթը, երկրորդը։ Ահա բերեցի նախորդը, որը արդեն իդեպ վերջանում է, տեքստուրան տեսեք ինչպիսին է, շատ թեթև է եւ միանգամայն արագ ներծծվում է, ուղղակի ես շատ սեղմեցի, շատ եկավ ու երբ որ տոնային կրեմը քսում ենք այս քսուկի վրայից, բավականին լավ է նստում դեմքի վրա, պորերն է փակվում եւ սենց շատ չոր չի նստում, երբեմն նայում ես մի տոնային կրեմ են քսում ու այնքան հաստ, այդ կրեմն էլ ընթացքում սկսում է ճաքճքել, սենց դեմքի վրա, չգիտեմ,
մի քիչ արհեստական դիմակի տեսք ստանալ, գոնե նման դեպքերում կարելի է պրայմեր տակից օգտագործել, որպեսզի ավելի հարթ նստի տոնային կրեմը դեմքին, եւ այս կրեմը կոնկրետ նպաստում է, ես շատ թեթև եմ, շատ բարակ շերտով եմ քսում տոնային կրեմը, բայց քանի որ իմ տոնային կրեմը ունի խտություն, կլարինս եմ օգտագործում, ինչքան էլ բարակ ես քսում, այնուհանդերձ ուզում եմ բնական տեսք ունենալ, դրա համար ինձ համար շատ կարևոր է, որ լավ տարածվի այդ կրեմը իմ դեմքին, դրա համար մշտապես ամարթ ձմեռ կապ չունի, ես սա ոչ միայն օգտագործում եմ SPF-ի համար, այլ նաև որպես պրայմեր, տոնային կրեմի հիմք։ Այս մյուս քսուկը, սա շատ հարուստ ֆերմենտացիայով, պրոբիոտիկներով շատ հարուստ քսուկ է, շատ դելիկատ ձևով խնամում է դեմքը, պրոբիոտիկները գիտեք ինչքան կարևոր են մեր համար, գիտենք բժիշկները շատ են նշանակում անտիբիոտիկի հետ պրոբիոտիկ, ինչ է պրոբիոտիկը, եթե անտիբիոտիկը անտիկյանք է, անտիբիո, անտիկյանք, ապա պրոբիոտիկը նշանակում է կյանքի համար թարգմանությամբ, եւ հենց այս քսուկը նույնպես հանդիսանում է լավագույն տարբերակ վերականգնելու մաշկը, այսինքն կյանքի դարձնելու մաշկը, գիտենք, որ արտաքին գործոններից դրսի փոշուց, քամուց, արևից շատ տուժում է մեր դեմքի մաշկը։ Մի խոսքով խորհուրդ կտամ այս պրոբիոտիկներով հարուստ քսուկը, շատ լավ է, ուրեմն խնամում մաշկը, ոչ միայն փափկացնում է, այլ նաև խնամում է ներսից, տեսեք ունի իր հետ այսպիսի պիպետ կամ ոնց է հայերենով մոռացել եմ կներեք, ահա այդպիսի պիպետ կա, եւ տեքստուրան դարձյալ շատ թեթև է, փափուկ, բայց ունի շատ յուղային, տեսնում եք, կառուցվածք եւ միանշանակ խորհուրդ կտամ, գովազդ չէ, ես երբեք չեմ զբաղվում գովազդով, ես դեղագետ լինելով հանդերձ կարող էի գումարներ բավականին շատ աշխատել դեղագործական ընկերությունների հետ, գովազդելով հիվանդներին այս կամ այն դեղերը, պրոդուկտները, կոսմետիկ միջոցները, բայց ես դա չեմ արել, զուտ իմ խղճից ելնելով միշտ առաջարկել եմ այն, ինչ որ կարող է օգնել տվյալ պահին տվյալ հիվանդին, եւ նույնն էլ ասում եմ այս երկու խնամքի միջոցների համար շատ գոհ եմ եւ իմ ստացած արդյունքի շնորհիվ կարող եմ երաշխավորել, ահա այսպես, եղունգների համար ահա այս ացետոնը, շատ հարմար է, որ սեղմում եմ այստեղ վատնի դիսկը եւ օգտագործում, եւ հետո անդրադառնալով եղունգների խնամքին, ցույց տամ այս 3 գույնը լաքերի, որ գնեցի Yves Rocher-ից, հատուկ առաջարկ էր, մենք խանութում եղանք միասին, եւ իմ սիրելի գույնը, ահա սա, ուրեմն գնեցի, հիմա քսել եմ եղունգներից, տեսնում եք, արդեն փորձարկել եմ, շատ հարուստ բորդո է, այս բաց գույնը բազիկ, իհարկե ավելի բազիկ է ամենօրյա օգտագործման համար, երբ չես ուզում աչքի ընկնել, բայց ես սիրում եմ միշտ եղունգները խնամված լինի, անկախ նրանից գնում ես մատնահարդարի մոտ, թե որ անում եմ սովորական լաքեր, միներալնի ջուր, ես միշտ օգտագործում եմ, գնել եմ նաև ահա այսպիսի գեղեցիկ փաթեթ, կարմիր տնակ, ներսում կա այսպիսի 4 հատ պրոդուկտ, գել, սկրաբ մարմնի կաթ եւ ձեռքերի կրեմ, հիմա բացենք նայենք, շատ լավ տարբերակ է նվերի համար, ահա այսպիսի մետաղական տուփով, նայեք, նույն վերսիան է, ինչ որ նույն չափսն է եւ նույն վերսիան, որը որ ունեմ այլ հոտերի, նույն բաներն են, ուղղակի ուրիշ դիզայնով, բայց սա գնել եմ կոնկրետ նվերի համար այս սեթը, ուրախ նվեր, եւ ինքս էլ նվեր եմ ստացել, ահա այսպիսի սուրճի բաժակներ, կանաչ գույնի, իմ սիրած կանաչն է եւ տաք է պահում այսպիսի կերամիկական բաժակները սուրճը, երևի սրանք էլ կնվիրեմ ինչ որ մեկին, ուրեմն դեոդորանտ L'Oreal, սա ճիշտ է ինձ համար չէ, բայց քանի որ գնել եմ, ցույց կտամ, 5-1-ում է այս դեոդորանտը, այստեղ նշված են, ժամանակ չկա այդքանը կարդալու, բայց լավ աբսորբենտ հանդիսացող տարբերակ է
քրտնարտադրությունը դադարեցնելու համար։ Բատիստ 4 շամպունը 4 մազերի համար տրոպիկական տարբերակով կոկոսի յուղով թիվ 1 պրոդուկտն է, հենց այս Բատիստ ֆիրման, կան ուրիշ ֆիրմաներ, բայց Բատիստը լավագույնն էր, գիտեք, որ հաճախ եմ գնում եւ մշտապես ձեզ ցույց եմ տալիս։ Ուրեմն 4 մազերի համար 4 շամպուն, արագ խնամում եմ մազերը, դուրս գալուց առաջ տանից փչելով արմատներին, կարծես սպիտակ փոշին նստի մազերին, տրորում եք, ովքեր չգիտեք, այդ փոշին օքսիդանում է եւ մազերը ստանում են ծավալ ու վոլյում։ Ահա այս շամպունը ես միշտ օգտագործում եմ որպես ֆիքսատոր իմ մազերի համար, որովհետև իմ մազերը խիտ են, ծանր են, նստում են եւ ես երբ որ սա օգտագործում եմ, վոլյում է հաղորդում մազերին եւ նաեւ ֆիքսում է սանրվածքը։ Ես լաքեր չեմ օգտագործում, որտեվ լաքերը կպցնում են մազերը իրար, կարծես սոսնձեն եւ այդ սոսնձվող տարբերակը ինձ դուրս չի գալիս։ Դրա համար ես սա օգտագործում եմ որպես ալտերնատիվ տարբերակ լաքի, որպեսզի ֆիքսվի իմ սանրվածքը, հիմնականում դրա համար եմ գնում։ Շատ լավ միջոց է մազերին ծավալ եւ ֆիքսացիա հաղորդելու համար։ Եվս մեկ տարբերակ վոլյում, այսինքն դարձյալ ծավալ հաղորդելու համար մազերին, բայց սա արդեն մուսն է, երբ որ ես ուզում եմ շատ ուղիղ մազեր չունենամ, այլ ալիքաձև, ապա սա լվանալուց հետո քսում եմ ու ձեռքերով տալիս եմ այն ձևը, այն ֆորման, ինչ ինձ անհրաժեշտ է մազերս ձևավորելու համար, ավելի բնական է, այս մուսը դարձնում մազերը, ալիքները փարթամացնում եւ փապկացնում։ Կան մուսեր, որոնք սենց քսում ես ոնց որ պրոժին դարձնեն, չէ՞ մազերը, արհեստական շատ կոպիտ, բայց սա նուրբ ձևով է անում այդ պրոցեդուրան, միանշանակ խորհուրդ կտամ սա։ Կարծես մազերին ոչինչ քսած չլինի եւ հաղորդում է բնական փայլ, բնական տեսք, ահա այդպեսին է սա։ Իմիջիայլոց մազերը շատ կարևոր է խնամել, ոչ միայն դեմքը, ձեռքերը, եղունգները, մազերը նույնպես հատուկ խնամք են պահանջում մեզանից եւ ես հիմա ձեզ ցույց կտամ ինչով եմ խնամում մազերս, թեպետ շորթը եղել է եւ դուք տեսել եք, որ ես գնել եմ դիմակ մազերի համար, դարձյալ Olaplex բրենդի, այս բրենդը ներկայացնելու կարիք չունի, հայտնի է ամբողջ աշխարհում, թեպետ գնել էի նաև էլի դիմակ Olaplex-ից, բայց այս համար 8-ը շատ է փապկացնում մազերը այս ձմռան չոր եղանակին եւ ավելի մետաքսային տեսք է ավելի հաղորդում համար 8-ը։ Երկուսն էլ խորհուրդ կտամ, համար 3-ն էլ, համար 8-ն էլ, բայց ձմռան եղանակին, չոր եղանակին միանշանակ համար 8-ը, որպեսզի ավելի մետաքսային փայլ ստանա ձեր մազերը։ Նաև այս ատամի մածուկները խորհուրդ կտամ, բուսական ծագման են, բուսական ծագման ատամի մածուկներ, որոնք շատ լավ են առողջության համար, ուրեմն այստեղ գիծը կանաչ է, ուշադրություն դարձրեք ատամի մածուկների այս գծին, եթե կապույտ է կամ կարմիր, ուրեմն քիմիական է, բնական չէ, բայց սա արդեն ունի բուսական ծագում։ Եվ միանգամից երկուսն եմ գնել, որովհետև այդ կանաչ գծովը հաճախ չի հանդիպում։ Նայում ես բույսերա նկարած վրան, բացում ես, էլի մեջի գիծը կամ կապույտ է, կամ կարմիր։ Սովորական 4 անձեռոցիկներ, 110 հատ է մեջը, ուղղակի տուփը ինձ դուր եկավ, եւ ունի 4-ը թուղթ, այսինքն մեջի թուղթը մի տականի չի, 4-ը տականի է, շուտ չի պատրվում, որակն էլ է կարևոր։ Հաճելի չէ անձեռոցիկները սրբվել, երբ ձեռքիդ մեջ սկսում է պատահ լինել ու տհաճ զգացողություն ես ունենում։ Մի խոսքով համ տեսքն է գեղեցիկ, համ էլ որակը տեղն է 4 թերթիկանի։ Ուրեմն դեոդորանտներ ինտերիերի համար, մեկը բամբուկի հոտով, իսկ մյուսը մագնոլիա ծաղիկի հոտով։ Այս ծաղը ես ձեզ ցույց եմ տվել, մեծ ջրաշուշանի նման ծաղիկներ ունի մագնոլիան, երկուսն էլ շատ անուշ հոտ է ինտերիերը թարմացնելու համար։ Եվ հիմա ձեր ուշադրությունը հրավիրեմ այս նյութի վրա, ուշադրություն, այս նյութը շատ կարևոր նյութ է, երբ որ լոգարանում առաջանում են խոնավությունից գոլորշուց, անկյունային հատվածներին կամ առաստաղին սև կետիկներ, ուրեմն այս նյութը մի 2 հատ փչում եք, շատ չէ, որովհետև ժավելի սպիրտ կա վրան, խորհուրդ կտամ ակնոցներով, դիմակով եւ քիչ քանակությամբ։ Րոպեական, սենց րոպեական
այդ հետքը անհետանում է, սա վաճառվում է ակցիոնում, շատ էֆեկտ ունեցող պրոդուկտ է, եթե ունեք նման խնդիր, կարծում եմ տուն չկա, որ չունենա այդ խնդիրը, գոլորշուց առաջացած այդ կետերը, այդ բծերը վերացնելու միակ էֆեկտիվ միջոցն է, վայրկյանապես անհետացնում է, չեք պատկերացնի, հենց փչում եք, վայրկյանական անհայտանում են այդ բծերը, կարող եք ձեռք բերել ակցիոնից, բայց նորից եմ կրկնում, զգուշորեն օգտագործել, որովհետև մեջը կա ժավելի սպիրտ և տհաճ հոտ ունի, ինչպես նաև գրգռում է աչքերի լորձաթաղանթը ու շնչուղիները, ցանկալի է փչել ու տանից դուրս գալ, ահա այդպես։ Ագրեսիվ նյութ է, ցանկացած ագրեսիվ նյութ արագ է աշխատում և եթե բնականաբար րոպեական վերացնում է լաքաները, պարզ է, որ ագրեսիվ նյութ է հանդիսանում։ Հիմա անդրադառնամ հագուստին, սիրելիներ, երկու տոպիկ, սա ինձ համար չէ, բայց ցույց կտամ այնուհանդերձ, ես հիմա կհանեմ այս տոպրակը առանց ձեզ, որպեսզի խնայեմ ձեր ականջները, լսողական օրգանները։ Լաֆայետից ստացել ենք հրավեր սև ուրբաթին մասնակցելու, 25-50% մինչև կլինեն զեղչեր հագուստի, պայուսակների, տան համար աքսեսուարների վրա։ Ահա այսպիսի հրավիրատոմս, այս ուրբաթ է լինելու։ Ես ձերբազատվեցի այդ խշխշան տոպրակներից, գեղեցիկ տոպիկ է, ֆանարիկ թևերով, ինչպես ասում են, կներեք իմ ռուսերենի համար, դե չեմ ասի լուսամփոփ թևերով, այդպես ընդունված է, այդպես ասում են, և վերջապես հիմա անգլերեն բառեր են շատ օգտագործում լեզվի մեջ, որպես միջազգային բառեր, ինչ կա դրա մեջ, վատ բան չկա, դա չի նշանակում, որ ես հայերեն չգիտեմ գրական խոսել։ Ահա այսպիսի գեղեցիկ ոշից տոպ, շատ գեղեցիկ գույն է, կակաոն կաթով, այդպիսի երանգ կա։ Ինչ եք կարծում, որն է հետևի մասը, որը դիմացի, կարծում եմ այս հավաքած մասը հետևի մասն է, դիմացը այս կապվող հատվածն է և դա երևում է էտիկետից նույնիսկ։ Ահա այսպիսի գեղեցիկ տոպ, ոշից և գեղեցիկ գույնի։ Հաջորդը ահա այսպիսին է, նուրբ, շատ նուրբ կտոր է, ինչպես տեսնում եք, կլասիկա, պուտավոր տոպ, կլասիկա ժանրը, ահա այդպիսի տոպ է, պուտավոր, գեղեցիկ վարդագույն և շատ նուրբ կտորից, շատ դելիկատ, ահա այսպիսի երկու տոպիկներ իմ աղջնակի համար։ Հիմա անդրադառնանք ինձ, ինչ կա այստեղ, ինչ եմ գնել ինձ համար, ով կարող եք ռահել։ Բնականաբար պատրաստվում ենք ձմռանը, սիրելիներ, ահա այսպիսի ձմեռային վերնահարքուստ Nike-ից, հիմա դարձյալ հանեմ այս տոպրակը, խնայելով ձեր լսողական ապարատը ու միանամ ձեզ։ Կարծես սկաֆանդր լինի, այնքան հսկա է այս դուրունը ու երկար, ինչպես տեսնում եք, և սա գնել եմ ձմեռային եղանակի համար, բնականաբար դե տեսնում եք, բայց մինուս աստիճանի համար, որովհետև թերմոպաշտպանիչ շերտ կա, ահա այս վրայի շերտը, թերմոպաշտպանիչ շերտ է, իսկապես հանդիսանում է սկաֆանդր, դրսից մինուս ցածր ջերմաստիճանը չես զգում, ահա թևքի վրա նշված է այդ թերմաֆիտ, նշված է, որ ինքը կայուն է ցանկացած ջերմաստիճանի դեպքում, այսինքն մինուս 30, մինուս չգիտեմ ինչքան, և երբ որ դուք գնում եք դուդուններ, անպայման ուշադրություն դարձրեք, որ այս թևքի մեջ ունենա նման մանժետ, սա շատ կարևոր է, որ այստեղից տաքությունը դուրս չգնա և դրսի ցուրտը խոնավությունը ներս չթափանցի, երբեք մի գնեք ձմեռային այսպիսի վերնահագուստ, եթե մանժետներ չունի այսպիսի քիփ, որ կպնի դաստակի այս հատվածին, որովհետև երբեք ջերմաստիճանը կայուն չի մնա, դուրս կգնա։ Դա կարևոր դիտարկում ունեցեք և առհասարակ վերնահագուստ գնելուց կարևոր չի մարկան, կարևորը այն է, որ լինի թերմոաստիճանը պահպանող այս պաշտպանիչ շերտը, դա շատ կարևոր է ձմռան հագուստների համար։ Հիմա ուսումնասիրենք դետալները,
գրպանները բավականին խորքային են, տեսեք, ձեռքս կիսով չափ մտնում է ներս, այստեղ այս հատվածում ամբողջ կոկորդի հատվածը փակվում է, դու կարող ես բացել այնքան, ինչքան դու ես ցանկանում, որպեսզի սա արված է նրա համար, որ քամին ցուրտը խոնավությունը չներթափանցի ներս։ Այստեղ էլ է նշված, որ ունի թերմազաշիտա եւ թերմաֆիտա, ինչեւ ծնկից ներքև է։ Նայեք շղթան այս մասից էլ է գործում, եթե նստում եք մեքենա կամ տրանսպորտ, սա պետք է արձակել, կապ չունի վերևինը կոճկած թողում եք թե չէ, ներքևինը պետք է անպայման բացել, ինչու, որովհետեւ կապով նստելու դեպքում, եթե կոճկված է ամբողջովին, կարող է շղթան պայթել կամ այս մասերը լայնանալ, հեռանալ իրարից ու շղթան շուտ, չափից շուտ շարքից դուրս կգա, ուշադրություն դարձրեք այս դետալին, եթե կա երկու շղթա եւ կոճկած նստել եք ավտոմեքենա կամ տրանսպորտ, նախապես այս վերևի հատվածը բացում եք, հետո նոր նստում եք։ Ահա այս դիտարկումը կարող եք ունենալ, այս շղթաները ֆունկցիոնալ են օգտագործելու համար։ Սա զապաս չի, ինչպես շատերը կարծում են, այլ պարզապես ներքևից բարձրացնել ու նստելու համար է, որ ավելի կոմֆորտ լինի եւ շղթան այս չառանձնանա մեկը մյուսից ու շուտ փչանա։ Ահա այսպիսի տեսք ունի իմ հսկա դուդունը, կտեղադրեմ նաեւ նկարը հագած վիճակում, հիմա ցույց կտամ նաեւ հետևի հատվածը, ահա նաեւ հետևի հատվածը, ահա այսպիսի ձմեռային վերնահագուստ, որը ունի տերմաֆիտ պաշտպանիչ շերտ, կպաշտպանի ինձ ողջ ձմռան ընթացքում, ահա այսպես։ Ճիշտ է, հսկա է, բայց ոչինչ, բնականաբար ձմեռային վերնահագուստ է։ Ներելի է իրեն այս առումով, քանի որ ինձ տաք կպահի։ Ներելի է, քանի որ ինձ տաք կպահի։ Այստեղ էլ կախիչ ունի, հա, ոնց որ թե, չնայած ներսն էլ ուներ կախիչ, չեմ կարծում, սա երևի դեկորացիա է, բայց ասեմ ձեզ, մեծ չափսերից ու ծավալից անկախ շատ թեթև է, որովհետև ներսում բացի այս շերտը միկրոֆիտ արտաքինից բմբուլ, թռչունի բմբուլ է, դրա համար էլ շատ թեթև է, այնպես որ ավելի լավ է ընտրել բմբուլով վերնահագուստ կամ պոլիեստեր կամ պոլիամիդ, որովհետև չի տաքացնի, ինչքան էլ դրսից sense թվա մեծ է, հաստ է, միևնույն է, եթե պոլիամիդ է կամ պոլիեստեր, հաստատ չի տաքացնի, իսկ սա երկուսը մեկում է, համ կա բմբուլ մեջ, համ էլ ունի այս վերևի շերտը, այսա միկրոթերմաֆիտ ազդեցություն, դրա համար եմ ասում, համ դոշակ, համ յորղան, բմբուլներով է, էլի։ Ահա այսպես սիրելիներ, այսքանն էր, այն ինչ որ նախապատրաստել էի ես ձեր համար, կարծում եմ ձեզ դուր եկավ այս տեսանյութը, չմոռանաք բաժանորդագրվել ու լայքել, իսկ եթե դուք արդեն բաժանորդագրվել եք, բաժանորդագրեք ձեր տան անդամներին, սիրելիներ, սա challenge է ուղղված YouTube-ին, մինչև տարեվերջ մենք պետք է ունենանք 1000 բաժանորդ, որպեսզի ես պաշտոնապես ընդունվեմ YouTube-ի կողմից որպես վլոգեր եւ ներթափանցեմ YouTube-յան աշխարհ, դրա համար դա շատ կարեւոր է ալիքը զարգացնելու համար, ինչպես նաեւ մոտիվացիա ինձ համար։ Մնացեք ինձ հետ, հետաքրքիր է, առջևում է ձեզ հետ ինչպես միշտ Լուսինեն էր։ Մինչ նոր հանդիպում, ցտեսություն։